Հարսանիք։ Գիտեք մի բառ, որը միանգամից հազար ու մի բան է հիշեցնում, ջերմ պահեր, բայց նաև մի քիչ գլխացավանք ու բարդ հարցեր։ Իսկապես այսօրվա հարսանիքը դեռ ավանդույթի մասին է, թե ուղղակի մի թանկարժեք մեծ շոուի է վերածվել։ Դե ինչ, եկեք այսօր միասին փորձենք հասկանալ։ Եկեք անկեղծ լինենք, երևի մեզնից շատերի համար հարսանիքը կյանքի ամենակարևոր օրերից մեկն է։ Չէ՞ որ դա սիրո պատմության ամենագեղեցիկ գլուխներից է։ Մի օր, որին սպասում ես, որ պլանավորում ես ամեն մանրուքով։ Համենայն դեպս սա է ընդհանուր պատկերացումը։ Բայց հենց այստեղ էլ առաջանում է ամենահետաքրքիր հարցը։ Լավ, բա իրականում ինչ է դարձել այսօրվա հարսանիքը։ Մի բան, որ անում ենք ուղղակի ավանդույթներին հարգանքի տուրք տալու համար, թե մի մեծ թանկարժեք ներկայացում է հարյուրավոր հյուրերի համար։ Կամ գուցե դա պարզապես երկու մարդու միասին լինելու անկեղծ որոշումն ու տոնն է։ Լավ, եկեք սկսենք հենց ամենաակնհայտ հարցից. ինչու ենք մենք դեռ մեծ հարսանիքներ անում։ Տեսեք, եթե գրեթե բոլորը համաձայն են, որ ամենակարևորը զույգի որոշումն է, ստորագրությունն է, ապա ինչու ենք մենք շարունակում կազմակերպել այսքան մեծ, աղմկոտ ու անկեղծ ասած շատ ծախսատար հարսանիքներ։ Ահա սա էլ հենց հիմնական պարադոքսը։ Բոլորս ասում ենք դե լավ, կարևորը ստորագրությունն է, բայց հետո գնում ու կազմակերպում ենք մի խնջույք հարյուրավոր մարդկանց համար, ներդնելով աներևակայելի ջանք, ժամանակ ու փող։ Տրամաբանական չի, չէ՞։ Ինչու ենք սա անում։ Դե պատճառները կարող են մի քանիսը լինել, եկեք մտածենք։ Գուցե դա ուղղակի մի ցուցադրություն է ընտանիքի, հարազատների, հասարակության համար։ Տեսեք ինչ կարգավիճակ ունենք, ինչ հնարավորություններ։ Կամ միգուցե սա ավելի խորն է, մի տեսակ հոգեբանական արարողություն, որով մի ջանքի փուլը փակում ես, նորն է սկսում։ Իսկ գուցե ամեն ինչ շատ ավելի պարզ է, ու մենք ուղղակի փորձում ենք արդարացնել մեր ընտանիքների սպասելիքները։ Ու այստեղ հասնում ենք երևի թե ամենաէական հարցին։ Երբ այդ օրը պլանավորում ենք այդ ամբողջ մեծ խնջույքը, մենք իրականում ո՞ն համար ենք դա անում՝ զույգի, թե բոլոր մնացածի։ Ում մասին ենք մտածում առաջին հերթին։ Լավ, եկեք մի կողմ դնենք հյուրերի քանակն ու ծախսերը ու խոսենք մեկ այլ շատ կարևոր բանից՝ ավանդույթներից։ Սրանք մեր մշակույթի անբաժանելի մասն են, բայց արդյոք դրանք մեր օրերում արժեք են, թե դարձել են ուղղակի բեռ։ Գիշենք չէ, հարսի տուն գնալը, հաց ու մեղրը, մեր ավանդական պարերը, անվերջ թվացող կենացները։ Այս ամենը, իհարկե, շատ գեղեցիկ է, ստեղծում է յուրահատուկ տոնական մթնոլորտ։ Բայց եկեք անկեղծ լինենք, մենք միշտ հասկանում ենք, թե այս ամենի խորհուրդն ինչումն է։ Ու գիտեք որն է խնդիրը։ Շատ հաճախ զույգերն այս ամենը կատարում են ուղղակի ավտոմատ կերպով։ Երբ հարցնում ես, բա ինչու, պատասխանը գրեթե միշտ նույնն է։ Դե որովհետև այդպես է ընդունված։ Այսինքն ստացվում է, որ ավանդույթը երկու կողմ ունի։ Մի կողմից այն կարող է լինել հզոր կապ մեր արմատների, մեր անցյալի հետ, բայց մյուս կողմից այն կարող է վերածվել ուղղակի ճնշման, որը ստիպում է անել բաներ, որոնք գուցե մենք չենք էլ ուզում։ Բա որտե՞ղ է այդ բարակ սահմանը հարգանքի ու ճնշման միջև։ Սա իհարկե բարդ հարց է, բայց արդյոք հնարավոր չէ օրինակ վերցնել ավանդույթի էությունը, միջուկը ու այն ներկայացնել մի քիչ ավելի ժամանակակից ձևով։ Մի ձևով, որը հոգեհարազատ կլինի հենց կոնկրետ այդ զույգին։ Դե ինչ, ավանդույթներից եկեք մի անգամից թռիչք կատարենք դեպի մեր օրերի ամենաազդեցիկ երևույթը՝ սոցցանցերը։ Այո, ինստագրամյան հարսանիքի էֆեկտը։ Ինչպես են սոցցանցերը փոխել այն, թե ինչպես ենք մենք պատկերացնում ու անում հարսանիքները։ Գաղտնիք չէ, որ այսօր շատ հարսանիքներ պլանավորվում են մի հիմնական նպատակով՝ կատարյալ լուսանկար ստանալու։ Կարծես ամեն ինչ արվում է ոչ թե ներկաների, այլ ինստագրամյան լսարանի համար։ Ամեն դետալ պետք է լինի ուղղակի անթերի, կադրում։ Եվ դա նշանակում է, որ պետք է կառավարել ամեն ինչ։ Քայլ առաջին՝ իդեալական լուսավորություն։ Քայլ երկրորդ՝ դեկորը պետք է լինի ամենաթրենդայինը։ Քայլ երրորդ՝ նույնիսկ ամենաանկեղծ թվացող պահերը, հուզմունքը, ժպիտները պետք է ճիշտ բեմադրվեն։ Այո, որպեսզի ստացվի այդ կատարյալ ինստագրամային կադրը։ Ու գիտեք, սա է երևի թե ամենամեծ վտանգը, երբ հարսանիքը դառնում է մի բան, որը ստեղծված է նկարվելու ոչ թե զգալու համար։ Երբ այդքան շատ ես կենտրոնանում արտաքինի վրա, շատ հեշտ է կորցնել պահի իրական զգացողությունն ու ապրումը։
Լավ, բայց եկեք մի պահ կանգ առնենք։ Եթե այդքան մանրակրկիտ պլանավորված կադրերը ժամանակի ընթացքում մոռացվում են, ապա ի՞նչն է, որ իրոք մնում է մեզ հետ։ Եկեք խոսենք հենց այդ չպլանավորված, բայց իսկապես անմոռանալի պահերի մասին։ Մի պահ մտածեք ձեր մասնակցած վերջին հարսանիքի մասին։ Ինչ եք հիշում։ Ամենայն հավանականությամբ ոչ թե թանկարժեք տորթը, այլ մայրիկի հուզմունքի արդյունքները, ոչ թե շքեղ դահլիճը, այլ հոր անկեղծ ելույթը, կամ պապիկի պատմած մի հետաքրքիր պատմությունը, երեխաների անկեղծ ծիծաղը։ Այո, ամենից շատ հիշվում են հենց այն պահերը, որոնք ոչ մի սցենարով նախատեսված չէին։ Այնպես որ միգուցե ամբողջ գաղտնիքը կատարելության ձգտելու մեջ չէ, գուցե պետք է ուղղակի ընդունել, որ փոքրիկ անկանոնությունները այդ չպլանավորված պահերն են, որ օրը դարձնում են իսկական, կենդանի։ Կարող է արդյոք այդ փոքրիկ քաոսը իրականում շատ գեղեցիկ լինել։ Եվ իհարկե եկեք անդրադառնանք ամենապրակտիկ ու երբեմն ամենացավոտ հարցին՝ փողին։ Որքան էլ ասենք, որ կարևորը սերն է, իրականում հարսանիքի յուրաքանչյուր դետալ կապված է բյուջեի հետ։ Ուրեմն, ինչպես է չափվում հարսանիքի իրական արժեքը՝ գումարով, թե հիշողություններով։ Ու այստեղ ամենակարևորը հասկանալն է, որ հարցը ուղղակի խնայելը չէ, հարցը ճիշտ ներդրում անելն է։ Այսինքն, ինչի վրա արժե ներդրում անել, որպեսզի ստեղծվեն իսկապես անմոռանալի հիշողություններ եւ ինչի վրա կարելի է առանց խղճի խայթի խնայել։ Եկեք ինքներս մեզ մի պարզ հարց տանք։ Ինչն է ամենաարագը մոռացվում հարսանիքից հետո։ Հարսանեկան մեքենաների մակնիշը, հրավիրատոմսերի թղթի որակը կամ աթոռների զարդարանքը։ Մի տարի անց ինչ-որ մեկը հիշելու է այս բաները։ Երևի թե ոչ։ Այսպիսով մենք հասնում ենք մեր այսօրվա զրույցի ամենակարևոր եզրահանգմանը։ Նպատակը կատարյալ օր ունենալը չէ։ Կատարյալ հարսանիքներ ուղղակի գոյություն չունեն, որովհետև կյանքն ինքնին կատարյալ չէ, բայց փոխարենը կարող է լինել անկեղծ հարսանիք։ Եվ այս միտքն ամեն ինչ դնում է իր տեղը։ Եթե հարսանիքն անկեղծ է, եթե մարդիկ եւ զույգը եւ հյուրերը իրենց զգում են ազատ ու իրենց տեղում, ուրեմն դա արդեն իսկ հաջողված հարսանիք է։ Չափանիշը ոչ թե ծախսված գումարն է, ոչ էլ Instagram-ի լայքերը, այլ հենց այդ անկեղծ մթնոլորտը։ Եվ եկեք ավարտենք մի շատ անձնական հարցով, որը կարող եք տալ ինքներդ ձեզ։ Ի վերջո, եթե պետք լիներ ամբողջ հարսանեկան օրվանից ընտրել ընդամենը միակ մեկ հիշողություն, որը պահելու եք ձեզ հետ ընդմիշտ, որը կլիներ դա։ Կարծում եմ այդ հարցի պատասխանը շատ լավ ցույց կտա, թե ձեզ համար ինչն է իսկապես արժեքավոր։ Շնորհակալություն ուշադրության համար։